Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ընտրվել է ազգային ժողովի փոխնախագահ։ Փակ քվեարկության արդյունքներով Արամ Վարդևանյանը ստացել է 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն։ Ավելի վաղ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ խմբակցությունը որոշել է բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Հայաստան խմբակցությունը ևս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու։ Խորհրդարանի ղեկավար կազմի ընտրություններից հետո օրակարգային հաջորդ հարցը մշտական հանձնաժողովների ընտրությունն է։ 9-րդ գումարման ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կղեկավարի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև պաշտպանության եւ անվտանգության, կրթության, առողջապահության, արտաքին հարաբերությունների, աշխատանքի եւ բարեկեցության հարցերի հանձնաժողովները։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատասխանատվության ներքո էլ կլինեն ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները։ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն էլ կղեկավարի Հայաստան դաշինքը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը որևէ կերպ չի նպաստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձևավորված խաղաղությանը, հայտարարել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու Վիլեն Գաբրիելյանը։ Միևնույն ժամանակ Գաբրիելյանը հայտարարել է, որ առայժմ չկա կարիք այդ խոսույթը քննարկել ազգային ժողովում։ Այն, որ այդ խոսույթը իր մեջ պարունակում է ռիսկ, միանշանակ այդպես է, որովհետև առնվազն կրկնեմ այն գործընթացին, որը որ օգոստոսի 8-ից հաստատված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, այդ գործընթացին որևիցե բանով չի նպաստում, եթե ուղիղ չասեմ, որ բավականին խանգարում է, քանի որ այդ գործընթացը այնուամենայնիվ որպես օրակարգ, բոլորս գիտենք որպես օրակարգ, ինքը իր մեջ պարունակում է բավականին մեծ կեղծավորություն։ Էդգար Ղազարյանն ազգային ժողովում անդրադարձել է իշխանությունների նախկինում կատարված վտանգավոր ու միակողմանի զիջումներին։ Նա նշել է, որ վարչապետը պարբերաբար Ադրբեջանին է փոխանցել Արցախի պաշտպանական բնագծերի տասնյակ հազարավոր ականների տեղակայման քարտեզները, ապա նույնը կրկնվել է Տավուշի տարածքների հետ։ Եվ այստեղ է գալիս այն հարցը, թե ինչի է Իլհամ Ալիևը 2024 թվականին Տավուշից տարածքներ պահանջելու ժամանակ պահանջում Նիկոլ Փաշինյանից եւ Հայաստանի իշխանություններից, որ մեր սակրավորները ականազերծեն այդ տարածքները, նոր հանձնեն Ադրբեջանին, որպեսզի ադրբեջանցիների կողմից ականազերծման աշխատանքներ իրականացնելուց ադրբեջանցի սակրավորներ չզոհվեն եւ վիրավորում չստանան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կատարեց այդ պահանջը, հայ սակրավորներին մտցնելով այն դաշտերը, որտեղ որ մեր սակրավորները ականապատել էին տարածքները թշնամու ճանապարհը մեր երկիր փակելու համար։ Նիկոլ Փաշինյանը որ դուք նրանց մահը ցանկանում էր հայ սակրավորի մահը, նրանց վիրավորումը եւ դրա համար մեր սակրավորիներ մցրել ականապատ դաշտեր ադրբեջանցիների կյանքը փրկելու համար։ Սա դեռ իմ խոսքը չէ սակրավորների թեմայով։ Ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ, երբ որ դուք վերջնականապես քանվեք այդ թեմայի ձեր շահարկումներից։ Երևանի դատարանը 2 ամսով կալանավորել է ազգային ժողովի նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանին։ Արտաշատ համայնքի նախկին ղեկավարն իրեն ներկայացված 2023 թվականի Սողոմոն Վալսյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը ծայրաստիճան անհիմն է, իսկ իր պաշտպանյալը բացարձակապես կապ չունի ենթադրյալ հանցագործության հետ։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պատգամավորների վարքագծային սահմանների թեմային։ Նա մեկնաբանել է պատգամավոր Էդգար Ղազարյանի գործելավոճը։ Պատգամավորները ունեն ազատություններ եւ այդ ազատությունները կարող են իրացնել։ Միակ հարցը, որպեսզի ընդհանուր համակարգային բարեվարկության նորմերը պահեն, որպեսզի մեր հայրենակիցներին հաճելի լինի հետևել իրենց կողմից ընտրած ազգային ժողովին։ Մենք փոփոխություն ենք բերել ազգային ժողով։ Չափավոր ազատություն ունեն ձեր ֆրակցիան։ Այո, եւ մենք աշխատում ենք նրա վրա, որ սովորենք նոր խոսույթ ձևավորվի առանց վիրավորելու քննադատելը։ Առանց անձնավորված մարդուն, այսինքն հնարավոր է աշխատանքը քննադատելը վիրավորի ինչ-որ մեկին, բայց դա արդեն մեր խնդիրը չէ։ Բայց եթե անձնավորված մարդուն են վիրավորում, մենք պետք է այդ որակական փոփոխությունը, ինչի համար մենք պայքարում ենք, բերենք ազգային ժողով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն նվիրված զինված ուժերի սպայական ու սերժանտական կազմերի համալրման գործընթացին։ Քննարկման առանցքում եղել են կադրային բազայի ամրապնդման ուղղված աշխատանքներն ու արձանագրված թերացումները։
Զանգվածային ծեսկրտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Դաշտաբան գյուղում։ Ավելի քան 10 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն։ 10-ից ավելի մարդ ձերբակալվել է։ Նախնական տեղեկությամբ վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ, որը վերածվել է ծեսկրտուքի։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեպքի վայրում հայտնաբերվել են առնանման հետքեր, միջադեպի մասնակիցներին պատկանող հողաթափեր ու գլխարկներ, մեծ քանակությամբ քարերի կտորներ եւ փայտեր, որոնք ամենայն հավանականությամբ որպես զենք են ծառայել կողմերի համար։ Բացի ֆիզիկական բռնությունից շրջանառվում են նաև հրազենի հնարավոր կիրառման մասին լուրեր։ Որոշ ականատեսների պնդմամբ կռվի ընթացքում լսվել են նաև կրակոցների ձայներ։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ դրական է ընդունել գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Նա նշել է, որ արտգործնախարարությունը պետք է հանդիպի իր հետ, սակայն շեշտել է, մինչև այս պահը որևէ պաշտոնյա իրեն չի զանգել կամ կապ չի հաստատել։ Զոնաբենդը այժմ սպասում է պատասխանատուների արձագանքին։ Նրա գլխավոր նպատակն է հանդիպման ընթացքում քննարկել կոնկրետ մի հարց՝ ինչպես կազմակերպել կանանց մարդասիրական խմբի այց դեպի Բաքու, այնտեղ պահվող մեր քաղաքացիների օգնելու համար։ Կոլումբիայի արևմտյան հատվածում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Աղետի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Պերեյրա եւ Մանզիլես քաղաքներում բազմաթիվ շինություններ են փլուզվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չոկո նահանգի Սան Խոսե դել Պալմար բնակավայրի մոտ, շուրջ 107 կիլոմետր խորության վրա։ Պատասխանատու մարմիններն այժմ իրականացնում են վնասների գնահատում եւ բնակչության տարհանում, զգուշանալով հնարավոր նոր հետցնցումներից։ Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց առանձնատունը հանցագործների թիրախում է հայտնվել։ Անհայտ տղամարդը կարողացել է շրջանցել անվտանգության համակարգերն ու մուտք գործել Քարդաշյանի կալվածք։ Ականատեսները նկատել են ինչպես է նա անարգել տարբեր իրեր բարձրացնում մեքենայի մեջ, բայց հանցագործը այսքանով չի բավարարվել։ Նա որոշել է օգտվել բացառիկ առիթից եւ աստղի շքեղ մեքենաներից մեկով այսպես կոչված զբոսանքի է դուրս եկել։ Իրավապահները կարողացել են բռնել եւ ձերբակալել տղամարդուն հենց առանձնատան տարածքում։ Բարեբախտաբար առանձնատան ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով Քիմը եւ երեխաները ժամանակավորապես այլ վայրում են բնակվում։ Իրանի արտգործնախարարը ու խորհրդարանի խոսնակը պաշտոնական հրավեր են ստացել առաջիկայում այցելելու Իսլամաբադ, հայտնել է նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Եմենում հուսիները հրթիռներով եւ անօդաչուներով զանգվածային հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի նավահանգստին եւ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Հուսիները ծովային շրջափակում են հայտարարել Սաուդյան Արաբիայի դեմ եւ թիրախավորել օդանավակայաններից մեկը։ Զուգահեռաբար իսրայելական բանակը ծանր տեխնիկայով եւ տանկերով տներ է քանդում հարավային Լիբանանի բնակավայրերում։ Սա տեղի է ունենում չնայած Ռոմում ընթացող ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության բանակցություններին, որոնք միտված են տարածքից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանն ու Հեզբոլլահի զինաթափմանը։ Բնակիչները սակայն պնդել են, որ տների ոչնչացումը չի կոտրելու իրենց կամքը եւ իրենք շարունակելու են մնալ իրենց հողի վրա։